Սիրելիներ, վաղուց միասին չենք նայել իմ փաթեթները, տեսնենք ինչ կա ներսում։ Հիմա միասին unboxing կանենք։ Ես էլ ներկա պահին անկեղծ եմ ասում, չեմ հիշում, որի մեջ ինչ կա, դրա համար հետաքրքիր է ինձ նույնպես։ Հիմա միասին կնայենք։ Սկսենք առաջի իսկ փաթեթից։ Բացում եմ ձեր իսկ ներկայությամբ, սիրելիներ։ Լավ է փաթեթավորել, արդեն դա լավ է։ Ինձ գոհացրեց փաթեթավորումը, ահա, այսպիսի գեղեցիկ տուփի մեջ, տեսնեմ ինչ է, չեմ հիշում, անկեղծ եմ ասում, ամենայն անկեղծությամբ չեմ հիշում ինչ եմ պատվիրել։ Այո, տեսեք ինչ գեղեցկություն է այստեղ։ Սա շատ գեղեցիկ մարգարտե վզնոց է, հիշեցին բրենդային, Napier բրենդն է։ Ցույց տամ, այստեղ մարկիրովկան ֆիքսված է։ Napier-ն շատ հայտնի բրենդ է, Monet Group դասին պատկանող, այդ կլասին պատկանող բրենդ է, ոսկե պատման տեխնոլոգիան նույնպես հրաշալի է։ Տեսեք ինչ անզուգական աշխատանք է, սիրելիներ, ուրեմն շղթան նախ ինքը հյուսված է, իսկ մարգարիտները արդեն հավաքված են այդ շղթայի վրա, ոչ թե թելի կամ ձկան թելի վրա, այլ իսկ շղթայի վրա։ Հիմա տեղադրեմ մանիկենի վրա եւ նայենք։ Ահա, այսպիսի հիանալի տեսք ունի այս գեղեցիկ նրբաճաշակ շղթան, որը կարելի է կրել ինչպես մի շարքով, այնպես էլ երկու շարքով։ Ահա, այսպես։ Շատ գեղեցիկ է, շատ նուրբ վզնոց է։ Մյուս գեղեցիկ զարդը, որ գնել եմ այս վաճառողից, Swarovski այս գեղեցիկ բրոշն է։ Ահա մարկիրովկան, կարապը։ Եթե տեսնում եք, այ այստեղ կա նշանը, այ այստեղ կարապի նշանն է Swarovski։ Շատ գեղեցիկ կրիստալ է օգտագործված այս բրոշի վրա։ Ես ունեմ նաև այս նույն բրոշից վառ կատարմամբ նմանատիպ բրոշ է, նույն չափսերի, ահա եւ այս բրոշի սերիան։ Այո, Swarovski զարդերը համարակալված են, յուրաքանչյուր զարդը ունի իր սերիան։ Հիմա տեսնենք հաջորդ ծրարի մեջ ինչ կա, հարգելիներս, հիմա բացեմ։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, անկեղծ եմ ասում, չեմ հիշում ինչ կա այս ծրարի մեջ, հիմա միասին կնայենք։ Այս գեղեցիկ զարդերը, այստեղ էլի ինչ-որ բան եմ տեսնում։ Բանալիների համար նախատեսված հարմարանք։ Ահա, այսպիսի պայուսակ։ Հիմա միասին ուսումնասիրենք, սկսեմ պարզագույնից։ Բանալիների համար նախատեսված աքսեսուար, պայուսակ։ Ահա, այսպիսին է, այսպիսի նմանատիպ աքսեսուար տեսել եմ Բերշկայում բանալիների համար։ Շատ հիմա պոպուլյար է դարձել, բայց իմը վինտաժային է, AB ծածկույթով քարերով, ահա այս կողքի քարերը AB ծածկույթ ունեն։ Նայենք այս տուփի մեջ տեսնենք ինչ կա։ Երկու նրբիկ ականջողեր կլիպսներ, մեկ բրոշ եւ երկու վզնոց։ Հիմա այս վզնոցները տեղադրեմ մանիկենի վրա եւ մենք ուսումնասիրենք։ Այ, այստեղ տեսնում եմ, որ մարգարիտը լավ վիճակում չի եկել, ինչի չէ զգուշացրել, չգիտեմ։ Իր նկարագրության մեջ գրված էր, որ լավ վիճակում է, բայց տեղ-տեղ կորուստներ ունի։ Ահա, տեսնում եք, այս կորուստները 1, 2, եթե ազնիվ գտնվեր, պետք է զգուշացներ, բայց քանի որ այս վիճակով ոչ մեկ չէր գնի, ինքը դրա համար չի զգուշացրել։ Դրա համար վերջերս դադարել եմ մարգարիտներ գնելուց, հարգելիներս, դուք անընդհատ ինձանից ուզում եք նոր մարգարիտներ, բայց բազմաթիվ անգամներ վերջերս հիասթափվեցի, դրա համար դադարել եմ մարգարիտներ գնելուց։ Քանի անգամ ինձ նախ չուղարկեցին, տեղը սխալ ապրանքներ ուղարկեցին, այն մյուսը ընդհանրապես փոկված էր ուղարկել, սա վնասված։ Ես կարիք չունեմ այլևս մարգարիտների եւ դժվար էլ թե պատվիրեմ։
Չեմ սիրում, որ հիասթափություն եմ ունենում, ճիշտն ասած, այս մեկի էլ փականը չի աշխատում, տեսեք, ընդհանրապես ֆունկցիոնալ չի, չգիտեմ, հետո կադրից դուրս ուսումնասիրեմ, բայց զգացվում է, որ սեկրետ ընկած փականը, ընդհանրապես ֆունկցիոնալ չի այս փականը, ոչ մի կերպ չբացվեց։ Այսինքն ինչ է ստացվում, ստացվում է, որ երկու մարգարիտներից ոչ մեկը բանի պիտանի չի։ Ահա, այսպես է իրավիճակը, երբ բախվում ես խիղճ չունեցող մարդկանց հետ, որոնք անբարեխղճորեն չեն զգուշացնում իրենց ապրանքանիշի անբարենպաստ վիճակը, որպեսզի վաճառեն այն։ Արդեն մի քանի անգամ ես բախվում եմ այս երևույթին, ինչպես տեսակ այսօր նույնպես այս մարգարտե վզնոցի վրա կան մի քանի հատիկ վնասված մարգարիտներ, մի քանի հատիկ չէ, շատ, տեղ-տեղ, սա էլ մի ուրիշ հատվածում է վնասված, այսինքն գիտեք ոնց, սա էլ մյուս կողմը, այնպես չի, որ դու այդ մի երկու հատիկը քանդես հանես, վզնոցը կարգի բերես, ամեն ինչ կընկնի իր տեղը, տեղ-տեղ փչացված է մարգարիտները։ Իսկ այս մյուսի էլ փականը չի գործում, լավագույն բանը, որ հնարավոր է անել, սրա փականը վերցնել, տեղադրել մյուսի վրա, բայց դե ես չեմ սիրում վերանորոգմամբ զբաղվել զարդերի, իմ ժամանակը չի բավականացնում զարդերի վերանորոգմամբ զբաղվելու, թե չէ մարդիկ կան, որ կիլոգրամով են վաճառում զարդեր, մի կույտ մետալալոմ զարդեր դու պետք է գնես շատ էժան գներով, կոպեկներով եւ սկսես վերանորոգել։ Ճիշտ է, ընդհանուր առմամբ այն մարդիկ, ովքեր ունեն այդքան ժամանակ եւ նյարդեր, նրանց ձեռք է տալիս էժան բիժուտերիա գնել եւ ինչ որտեղ շանս կա, որ մեջերը բրենդային բաներ կլինեն, կոտրտված, փոկրտված կվերանորոգեն եւ կոպեկներով կունենան այդ ամենը, բայց դա իմ դեպքը չի։ Ես ժամանակ չեմ հատկացնում վերանորոգմանը, դա շատ ժամանակատար է, շատ աշխատատար է, ավելի լավ է ես մի փոքր թանկ գնեմ, բայց նորմալ զարդեր գնեմ եւ այս տարբերակը իմը չէր, ցավոք սրտի իմը չէր, այսպիսի վիճակով եկած զարդերին ես ժամանակ չեմ հատկացնում, մի խոսքով հերթական հիասթափություն հարգելիներս, հիասթափությունը հիասթափության հետևից։ Իսկ այս երկու զարդից շատ գոհ եմ, որովհետեւ գնել եմ իմ ծանոթ աղջնակից, ումից վերջերս գնել էի լիսներ կախազարդը եւ տրիֆարի վզնոցը, ես նրանից հաճախ եմ գնում, նրա զարդերը իսկապես բրենդային են, որակով են ու լավ վիճակում են, դրա համար պետք է պահեմ ինքս ինձ տված խոստումը եւ միայն իմ ծանոթ վաճառողներից գնել։ Երբեմն գայթակղվում եմ տեսնելով նման զարդեր, գները փոքրի շատ է ցածր են համեմատած այսպիսի վաճառողների զարդերից, բայց դե սրանք էլ գոնե գիտես բրենդային են եւ լավ վիճակում են, արժե իսկապես թանկ գին վճարել նման զարդերի դիմաց եւ բնավ չարժի էժան գին վճարել նմանատիպ զարդերի դիմաց, ես սա համարում եմ գումարի կորուստ։ Ավելի լավ է վճարել թանկ, գնել լավը, ես չգիտեմ որ հարուստ մարդն է ասել, բայց հետաքրքիր ֆրազա է ասել, որ ես այնքան հարուստ չեմ, որպեսզի գնեմ էժանագին ապրանքներ, իսկապես եթե գնում ես փոքրի շատ է էժան, ապա գնում ես կրկնակի եղակի անգամ եւ ավելի շատ ես վճարում բնականաբար։ Լավ վերջի ծրարը շատ գեղեցիկ են, մնում է որ որակապես ինձ գոհացնեն։ Այս է ուրիշ բան, սա էլ է ինձ ծանոթ կին վաճառել, շատ գեղեցիկ մարգարտե վզնոց է 8-երով, հիմա ցույց կտամ ամբողջ իր գեղեցկությունը, տեսեք այստեղ ինչ գեղեցիկ գործվածք կա, բարդ աշխատանք է, երկու կողմից սիմետրիկ զարդանախշեր, մարգարիտներով եւ հեմատիտե հուլունքներով, ահա սրանք հեմատիտ են, իսկ սրանք արդեն մարգարիտներ, ստրազներ, շատ գեղեցիկ փական ունի, կլասիկ եւ շատ գեղեցիկ էլեմենտներ, մոտեցնեմ նայենք, բարդ կառուցվածքով մարգարիտներ, ցերկոններով շրջապատված, բոլոր ցերկոնները տեղում են եւ հեմատիտե գեղեցիկ էլեմենտներ, ահա եւ վերջ, սա նորմալ է եւ ինձ դուր եկավ այս վզնոցը, շատ հաճելի անակնկալ, ուրախանում եմ, որ նորմալ վիճակով են գալի։ Սա կարող եմ թողնել մյուս վզնոցը անցկացնել, սա էլ
Շատ գեղեցիկ վզնոց է, էմալապատ, էլեմենտ ունի կենտրոնական, մեկ ցերկոն կենտրոնի հատվածում և 2-3 ցերկոններ էլ երեքական այս հատվածում էմալի, բոլորը տեղում են, բորոկորկան մարգարիտ և գեղեցիկ վինտաժային փական, ահա այստեղ զարդանախշերով։ Կարելի է կրել ինչպես միասին, որովհետև նույն թեմայի մեջ է, կարծես մեկ շքեղ կոլի լինի, այսպիսի կոլիներ Զարան է արտադրում, բազմաշերտ մարգարիտներ կամ այլ հուլունքներ, որ մտնում ես Զարա, զարմանում ես, Եվրոպայում ոնց կարող են կրել նմանատիպ զարդեր, բազմաշերտ, այս զուսպ սառը եվրոպացիները ոնց են գնում նման զարդեր և կրում, բայց իսկապես գնում են, էթնիկ զարդեր է Զարան միշտ թողարկում ու գնում են մարդիկ։ Ես այդքան էլ Զարայի սիրահար չեմ, այդքան էլ էթնիկ զարդեր չեմ սիրում, բայց բազմաշերտ մարգարիտներ սիրում եմ։ Հիմա գիտեք ինչ կանեմ, այս մյուսը կհանեմ, որպեսզի դուք տեսնեք ինչքան էլեգանտ, կլասիկա է սա, շատ գեղեցիկ մարգարտ է վզնոց է, ինձ համար առաջին տեղում այսօրվա գնացս մարգարիտներից այս վզնոցն է, նապի է, մանր էլեմենտներով մարգարտ է, բայց գեղեցիկ հյուսվածքով, գործվածքով, երկրորդ տեղում այս բորոկական մարգարտ է վզնոցն է և երրորդ տեղում արդեն այսա։ Չնայած սիրողական է, ճաշակին ընկեր չկա, կան մարդիկ, որ այսպիսի էֆեկտնի զարդեր շատ են սիրում, բարձր տրամադրություն ստանալու և լավ տպավորություն թողնելու համար։ Այնպես որ ճաշակին ընկեր չկա, կարելի է ասել 3 մարգարտ է վզնոցներ 3 տարբեր իրավիճակների համար, ամենօրյա, տոնական և արդեն երեկոյան զգեստների համար այս մյուսը շատ հետաքրքիր է, նաև նայվում միասին այս ամենը սիրելիներ։ Դե ինչ հարգելիներս, մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, օրվա լավ ավարտ, կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ, à bientôt, à très vite, au revoir, ցտեսություն։